Բարիով սիրելի հետևորդներ ջան, ապետը եկել է, ես ուզում եմ կաֆե եփել։ Արդեն ինչքան ժամանակ է եկել ու գործ են անում իր տղայի հետ է, որպեսզի օգնի իր պատալոգը հավաքեն գիպսակարտոնով, շատերի ծանոթ է։ Այսպես։ Այս ընթացքում նաև հասցրել եմ գնումներ կատարել, ձգի մեքենան իր եկել և իշխանցուկ եմ առել սիրել հետևորդներ ջան առայժմ այստեղ է, մի հատ կոֆեն դնեմ, հետո կզբաղվեմ դրանցով։ Իրանք են խոսում, դածեցի ինձ են ասում, հենց հաչում իրականջից եմ իրարինում, հատկապես որ տանը աշխատող մարդ կա, եղանակը արևային, տաք եղանակը և բարեբախտաբար իմ ազատողն է, այսպես, մինչև որ կոֆեն կվերա, իք խալ զեբրայից հելիքին կտրել, հա, այսպես ցելոֆանի տոկնակի մեջ եմ պահել, մի կտորը հանել, ինձ տվում է այս մի կտորով հյուր եմ գնալու, այս ամանի մեջ կդասավորեմ և արդեն մանրացնեմ բարակ շերտերով, սիրում, այսպես, շատ սիրունա է ախր, ավելի համոված է, ընդհանրապես բիսկվիթային տորթերը, գիտեք, որ հաջորդ օրերին ավելի համեղալինում, այնտեղ լվացքից մեքենան երկեց, հասցրել եմ նաև մի քանի անգամ լվացքը միացրել, այսպես, շատ սիրուն անայվում, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս ամանի մեջ դասավորեցի, ասեմ, որ այն իմ սիրուն ամանը նման զեբրայի գծերին կոտրվել է, շատ նեղվեցի, այդ պահին ճիշտ ասած վլոգ էի անում, ոնց եղավ, ձեռքիցս ընկավ ու կոտրվեց, ու այնքան էի նեղված այդ պատճառով այդ վլոգը ջնջեցի, պատկերացնում եք, այդքան նեղվել էի, այստեղ էլ վատը չէ, բայց այն ամանը շատ էի սիրել, ապա մի տեսեք, սիրունա չէ, այսպես, բաժակները արդեն տարել եմ այնտեղ, դասավորել եմ և կսպասեմ, մինչև որ կոֆեն եփվի, հյուրասիրությունս կկատարեմ և իմ գործերով նորից ձեզ կմիանամ։ Մի հատ սփռոց փռեմ, սիրելի հետևորդներ ջան, վարպետի սեղանին, կոֆե խմենք, բերում եմ, այո, իմ թխած տորթն է, երեք եմ թխել, և կոֆեն արագի մեջ լցնեմ։ Միշտ էլ սովորենք չէ, կոֆեով ընդմիջում անել, հետո էլի գործերը շարունակել։ Այսպես։ Այս պահին իմ համար օպերատորը դարձավ իմ վարպետը, սիրելի հետևորդներ ջան, և ինչ շատ օգնեց այս հարցում։
Այս կիսադա ինձ, այսօր հասցրել եմ 2 անգամ խմել և վայել ենք մեր կոֆեն սեպրատորթայով։ Սիրելի հետևորդներ ջան, պապետներին կոֆե հյուրասիրելուց հետո, դե քանի որ իրենք այդ գործիքներով աշխատում են, այդ դռոցներից մի պահ դուրս եկա տնից, գնում եմ հարևանիս տուն ու հետս տորթել եմ վերցրել Վահանի Կյանի համար, մի խոսքով այս պահին այս են սիրուն արևա, ես էլ էստիկ ճանապարհը մի քիչ էլ արագի մեջ ուզում եմ գնալ, ամեն դեպքում երկար չեմ սպասելու, ահա տորթն էլ ձեռքիս այսենց վերցրել եմ ու մի հատ հարևաններով էլ կսրճենք իմ թխած տորթով, պտտվեմ և արդեն հասնում եմ իրենց տուն։ Սիրելի հետևորդներ ջան, հերթը հասել է այս պատի նկարին, որ այդքան շատ թանկ է իմ համար, գիտեք, միշտ ասել եմ, որ իմ ծնողների նվերն է, բայց վերջնականապես որոշեցի բոլորը փոխել։ Շատ ցավով, բայց ամեն դեպքում հո իմ սրտից չի կորչում այս հուշը, ամեն դեպքում փոխում ենք։ Այսպես։ Եվ վերջին անգամ էլ նայենք այս իրեն պատկերին, աշնան տեսարան, հանգստի վայր, կամուրջ և ահա գետը։ Հրաժեշտ տանք այս իրեն պատկերին։ Այդպես։ Ինչ։ Հա։ Հա։ Սիրելի հետևորդներ ջան, անցել եմ ուտելիք պատրաստելու և ուզում եմ խոզի մսով, կարտոֆիլով շարի տանել, բոլորի շատ սիրելի ուտելիքը։ Արդեն հետ է եկել սառած տեղից, արագ ես կպատրաստեմ ու նոր միայն կզբաղվեմ ձկներով, ձուկը սառը տեղ եմ դրել, և պապետին ճանապարհելուց հետո եմ ուզում մաքրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս պահին պետք է լինում, որ այդպես խորը չզբաղվեմ։ Ուզում եմ յուղոտ կողմերը ներքևը դնել, միսը ինքը ընդհանուր յուղոտ է, մի քիչ կտապոխվի հետո նոր կարտոֆիլը, այսպես։ Դրակը շատ չեմ խեժացրել, որ սկզբի պահը չվարվի։ Կարտոֆիլներ միջին չափի կարտոֆիլ և համով կպատրաստեմ։ Ցուրտ է, ցրտել է, ճիշտ է, արևային էր առավոտվանից, սիրելի հետևորդներ ջան, բայց արդեն ինչքան դեպի երեկոյան ժամերն է գնում, ցրտում է, կարծես էլ առաջ է գնում։ 3 օրեր չէր եկել, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա այսօր առավոտվանից լավ գործը առաջ է գնում։ Այդպես։ Շուտով հավերից կերակրման ժամն էլ կգա։ Մի խոսքով դա էլ կվերջացնեմ ու նոր իսկապես մարտանցնեմ ձուկը մաքրելուն, որ ինձ ավելի հանգիստ զգամ։ Գործս կիսատ չթողնեմ, կամ էլ անընդհատ անհանգիստ վիճակի մեջ չլինեմ, հա։ Մի հատ տեսնենք ինչ վիճակ է։
Յուղը դուրս է եկել։ Ինքն շատ հյութալի հուսա։ Լավ տեղերից է։ Թեպետ և չի կարմրել, բայց շրջում եմ։ Լավ ինքը յուղի մեջ տապակվի, փափուկ կտորներ են։ Թողնում եմ իրավ կարմրի։ Շատ չեմ ուզում չորացնել, սիրելի հետևորդներ ջան, կողմ եմ հավաքում։ Եվ արդեն կարտոֆիլն եմ լցնում, արդեն մանրացել եմ։ Գիտի որ տեղում եմ։ Հետո մսերը դերում եմ կարտոֆիլի վրա։ Որ կարողանամ եմ նացածն ինքս տեղավորել։ Եթե միսը շատ է չորանում, մի տեսակ համը կողցնում է։ Այսպես։ Դրակը մի քիչ մարմանդ եմ թողել, ու հիմա կհեժացնեմ։ Եվ փակում եմ։ Մի քիչ եմ գրակը բարձրացնում։ Եկել եմ թթու հանելու և թթուն թթվել է, սիրելի հետևորդներ ջան։ Իչլավն է հոտը, արտակարգ, սխտորներին այնպես հանում եմ, այսպես, նշալի է, կծում, շատ սիրունով լավ թթվել է, ուզում եմ հասնել պոմիդորներին, ձերքս մի քիչ խորը տան, այսպես, ջոն, հեսա, այնտեր, կտեցնեմ,
Շատ լավ թթվել է։ Բիբարները։ Մի հատ էլ պոմիդոր երևի։ Քանի որ այս շարիտի հետ թթուն ուտվում է։ Գույնից էլ արդեն երևում է, որ լավ թթվել է։ Այսպես ես մեկը հանեմ, պոմիդորը լավ տեղավորվի, ափսելն սիրում նայվի։ Սկանաչի այսպես։ Գազար, այս սխնեն նարից։ Ուսո ժայռն շուտով պատրաստ կլինի։ Շատ պետք չէ խառնելը, սիրելի հետևորդներ ջան, մի 5 րոպեից կանջատեմ գազօջախը։ Իմ թուլիկները պապետը գնացել է, մի քիչ մաքրություններ եմ կատարել, հետո թուլիկներով եմ զբաղվում, այդ մեծ արկղից հանել եմ, թույլ եմ տվել մի քիչ տանը զբոսնեն։ Մի քիչ հիանոք, մի քիչ կաթ եմ տաքացրել, էսա կաթն էլ գտամ, որ ուտեն։ Ասեմ, որ կաթը ուտում են խելոք, հետո շատ երկար քնում են։ Պուճուրներ, այ պուճուրներ, սողոցացել եք, լավ դե կաթելեցնեմ ուտեն։ Էսա հոտը կարնեն կգնան, ուղղակի հիմա չեմ օգնում, ասենք եթե առանց ձեզ եմ կաթը տվել, միշտ ես մոտեցրել եմ իրանց առաջի տոտիկները բռնել եմ, որ կաթի մեջ չընկնեն, բայց հիմա ուզում եմ միասին տեսնենք իրենց վարքը։ Արի, այսպես, արի, գտա, ես այն մեկն էլ կգա, արի, սիրելի հետևորդներ ջան, այս կա, առաջի անգամ թողել եմ ինքնուրույն ուտեն, ասեմ, որ 3 ժամը մեկ կաթ եմ տվել ու ոչ մի անգամ այսպես ինքնուրույն չեմ թողել, ող լավիկնիր, ես եմ տգետվել, հերաշք են ուղակի,
Արդեն անունել եմ դրել, սիրելի հետևորդներ ջան, զանգին ու զրանգին են իրենք, զանգին ու զրանգին են մեր, չոպ, նաև շուտ ենք շտանում, մնացածն իմ Սիմուչկան ա գալիս ուտում, Սիման էստեղ շահում ա, տոտիկը հանի, ասեմ որ ուտում են ու քնում են խելոք, ինչ են նեղացնում, հաշտ ու համերաշխ, ժամանակ անցնում, նույնիսկ այս ընթացքում, որ այդ վարպետի աշխատանքային գործիքները աղմկում են, դրանցից էլ չեն նեղացել ու այսքան ժամանակ քնած էին։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, ես իրենցով զբաղվեմ, շուրջը հավաքեմ և նորից միանամ ձեզ իմ գործերով։ Սիրելի հետևորդներ ջան, հերթը ասելով, իշխան ձկները մաքրելով, զանգին ու զրանգին կերել են գուշտը ու քնել են։ Նախքան մաքրելը ուզում եմ կշռել ձեր հետ միասին։ Դե իհարկե ես գիտեմ քաշը, որ այստեղ միացնեմ, սպասեմ գազրոյի վրա, այո, համարյա 5 կիլոգրամ է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն 4 կիլոգրամ 760 գրամ, հիանալի, երկու հատ մեծ, մի հատ էլ միջին, հիմա, այսպես շատ է բանր, ասեմ, չի խանգարում, որ մի պահ այնտեղ, քանի դեռ լույսը միացած է, մոտեցնեմ, կշեռքի թիվը տեսնեք, կարծում եմ փոխանցում է, այսպես, 4 կիլո 760 գրամ սիրելի հետևորդներ ջան, հիմա հարցը նրանում է, թե որտեղ եմ մաքրելու, իջանցքում հնարավոր չէ, դեռ շնորհավորությունը այն վիճակին է, որ չեմ կարող ու ինձ էլի օգնության է հասնում իմ գազօջախի ապակին, տեսնեմ, փորձեմ, մի հատ այստեղ բանալու է, ցույց տամ, այս մեկը միջին չափի ձուկ է, իդեպ ասեմ, որ փորը հանած է, սիրելի հետևորդներ ջան, կարմիր տեսակի ձուկն է, ուй, այսպես, տեսնեմ ոնց եմ հանելու, որտեղ եմ մաքրելու, խոհանոցում նույնպես հարմար չէ, ամեն ինչ խտեցված է այս անկյունում, որը ձեր տեսադաշտում չի երևում, այստեղ ազատ տարածքը այսքան տեղն է, սիրելի հետևորդներ ջան, ինչ ենք անում, գործ առաջ տանելու համար, պետք է հարմարվենք ամեն ինչի հետ, չէ, մի հատ ձկերը հանեմ, ցույց տամ, խորիքները նույնպես հանած, թե չէ, այնքան կերավ, լավա, քանի որ ձուկը գլխից են բռնում, մի հատ այսպես, ոյ ատամները սուր է, որ սուր ատամներ ունեն, բոյ պուսաթով, ահա սրել է դեղոտներ չան, ես չափի մեծ, իշխան ձկներ եմ առել, ես մեկն էլ հանեմ, ես եմ կարող է, երկուսի միասին պահել, երկու մատով անց եմ կասնում ներքևի մասից, լեզում էլ մեծ է, լեզվան ձկներ է եղել, հա, ահա, կոպրակից հանեմ, ավելի լավ է ես հետո այս գազոջախի ապակին մաքրեմ, քանց թե խառնվեմ, թե որտեղ եմ մաքրելու, ես մեկի խառիկները կամ,
Դադամ Այսպես սիրել հետևորդներ ջան երկու թմբլիկ ոյ ուսաթով ձկներ այո կարելի հետները նկարվել այսպես և գործը սկսել քանի դեռ զանգի զրանգին քնած է իհարկե այստեղ կատկթում է բայց ոչինչ Թեկուզ իրև դժվար աշխատանք է ինձ սպասվում, բայց հիմա պետք է գազոջախի ապակու վրա այսպես պարկացնեմ և տեսնեմ, ինչպես է ստացվում մաքրելը։ Ինձ ձոկներ, որ ասում եմ իչին չանքի, էլի լավ է թմբրի կա։ Վսով Գիտեք չէ, որ մեր ձկներն են ամենահամով ձկները Սեր եմ հանում ստեղ Սրա խրիկներն այնպես կա Սիմայի համար են մտածում, գիտեք որ Սիմաս մի լավ ուտի Ահա, մյուսն էլ սա Հիմա սեր հետևորդներ ջան Ինչպես որ ասեցի, ինձ մի քիչ դաշան աշխատանք է սպասվում այստեղ, բայց պիտի անեմ, այսպես սիրել հետևորդներ ջան, այս մեկի պոչը պոկված է, չեմ նկատել գնելիս, միևնույն է, դա ինձ պետք չէ պիտի կտրեմ, իսկ թե ինչու եմ այսքան շատ ձկներ գնել, սիրել հետևորդներ ջան, ճիշտ է դեմը նոր տարի է գալիս, Բայց նոր տարվա հետ նաև թանկագին հյուրերն են գալիս, թանկագին հյուրեր եմ ունենալու սիրելի հետևորդներ ջան, և այս իշխան ձկները իմ թանկագին հյուրերի համար եմ գնել, որ պատիվ անեմ, անցնեմ գործի։ Սիրելի հետևորդներ ջան, ինչքան ժամանակ կա, մտածում եմ ինչ անել, Այս թմբլիկների հետ հասկացա, որ այստեղ նույնպես հարմար չէ, ճիշտ ասենք սիրուն, պարկացրել եմ, բայց այստեղ մաքրելը անհնար է, քանի դեռ մոտեցրել եմ տես աղցիկը, մի հատ ցույց տամ, ահա, փորը մաքրած, բայց իհարկե էլի մաքրելու կարիքը կա, սրա խրիկները հանված է, Այս մասն այ ամենահամով տեղը, յուղոտ, ու մեկ էլ մեջքի յուղը, չմոռանանք, այ պոչիկը, կտրած պոչիկը, հիմա սիրել հետևորդներ ջան, այս մեկը, ահա, նույնպես թարմ, ընտիր, յուղոտ, ահա, և այս առիթով, Քանի որ այս ձկնավաճառը իր ընտանիքով հանդերձ իմ հետևորդներն են, ողջունում եմ իրենց, այս ձուկը բերում են Սևանի կողմերից, սիրել հետևորդներ ջան, գավառից է գալիս այստեղ և շնորհակալություն, ճիշտ է առևտուր է, բայց ամեն դեպքում մինչև տուն հասցնում են և կարելի ասել դա մեր համար համարվում է գտնովի, երբ որ ընդհանրապես նման բաներին այս ձևով ենք վերաբերվում, Աստված ավելին է տալիս, ահա սիրել հետևորդներ ջան, մյուսը ընտիր, շատ ընտիր, և իմ թանկագին հյուրերը որ գալու են, այդ մասին դեռևս չեմ ուզում բարձրաձայնել, մի թեթև Գիտեմ, մի թեթև է ձեզ եմ ասում, այս խրիկները կհանեմ իմ սիմը չկանկուտի, հիմա սիրել հետևորդներ ջան, մի հատ մեծ երկարավուն տաշտուն եմ, կտանեմ ու նրա մեջ կմաքրեմ, կադրից դուրս սիրել հետևորդներ ջան, քանի որ իսկապես ինձ բարդ աշխատանք է սպասվում, գիտեք որ խոհանոցում դեռևս կիսատ գործեր կա վերանորոգման, Ջրի ծորակը այստեղ չունեմ,
Ահա, եւ պետք է մեծ տաշտի մեջ մաքրեն ջրերը փոխելով եւ այլն եւ այլն։ Այսպես ելիներս խրիկները միայն կարող եմ հանել, փորձեմ տեսնեմ կարող եմ, քանի որ ձուկը մեծ է, չէ, կդժվարանամ, բայց այս էր այն լեզվանի ձուկը, որ ասեցի լեզուն ինչքան մեծ է, լացկի լեզվին, սիրելի հետևորդներ ջան, լապինակ սա էլ է լեզվանի, բա ասում են ձուկը լեզու չունի, բա այս ինչա, հեսա ձկի լեզուն, ահա սիրելի հետևորդներ ջան, ձկնի գլուխ տուլող արա, դրսի որսը թող արա, իդեպ սիրելի հետևորդներ ջան, գույների մասին խոսեմ, տեսնում եք, որ տարբեր գույներ է այստեղ, մենք միշտ սովորենք, չէ, սրան, անկեղծ, առաջին անգամ եմ այս գույնով ձուկ տեսնում, եւ իհարկե իմ հետաքրությունը չվրիպեց եւ հարցրեցի այդ տղային վաճառող եւ ինձ ասեց, որ սրանք ռոզվի ձկներ են, ու այդտեղ մտքումս ու հիմա էլ ձեր համար բարձրաձայն հիշեցի ռոզովի ռոզի, եւ այս լավ տրամադրությունով վլոգս ավարտում եմ, սիրելի հետևորդներ ջան, այս համոհությունով, թեպետև, ահա, դե գիտեք, ինչ է սպասվում ինձ, լավ եղեք, առողջ եղեք, միշտ հավեսով պատրաստվեք ձեր ամեն ինչին, այս ձուկ մաքրելը ես կուզեի, որ իմ վլոգի սկզբում տեղադրեի, բայց քանի որ սա իմ առօրյան է, եւ ես էլ շնորհարության մեջ եմ, սիրելի հետևորդներ ջան, դրա համար ընկավ օրվա վերջ։ Բոլորիս օրվա վերջը թող որ այսպիսին լինի, սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ բարին եմ մաղթում եւ իհարկե շնորհավորում եմ ընկալիք նոր տարին։ Ուզում եմ, որ դուք էլի սրտե դիմավորեք ձեր բարեկամներին, ձեր հարազատներին եւ այս սենց համոզություններով նախապատրաստվեք ձեր թանկագին հյուրերի համար։ Բարի գիշեր բոլորիդ։ Раз и два. И три. Այսքան գնացի։